Զաքարիայի մարգարեությունից մի հետաքրքիր հատված ընթերցեմ, լսիր, ապա ինձ ցույց տվեց քահանայապետ Հեսուին, որ կանգնել էր Տիրոջ հրեշտակի առաջ, իսկ Սատանան կանգնել էր նրա աջ կողմում, նրան ընդդիմանալու համար։ Եվ Տիրոջ հրեշտակ ասաց Սատանային. Տերը թող հանդիմանի քեզ, ով Սատանա, եւ թող Տերը, որ ընտրել է Երուսաղեմին, քեզ հանդիմանի։ Միթե սա կրակից ազատված խանձվողը չէ։ Հեսուն կեղտոտ հագուստներ էր հագել եւ կանգնել հրեշտակի առաջ, եւ հրեշտակը պատասխանեց ու ասաց իր առաջ կանգնածներին. հեռացրեք նրա վրայից այդ կեղտոտ հագուստները, իսկ նրան ասաց. տես, ես քո վրայից վերցրի քո անօրենությունը եւ քեզ պատվական զգեստներ պիտի հագցնեմ, եւ ես ասացի, որ նրա գլխին մաքուր խույր դնեն, եւ մաքուր խույր դրեցին նրա գլխին եւ հանդերձներ հագցրին նրան, եւ Տիրոջ հրեշտակը կանգնած էր, եւ Տիրոջ հրեշտակը ազդարարեց Հեսուին եւ ասաց. Զորքերի Տերը այսպես է ասում. եթե իմ ճանապարհներով գնաս եւ եթե իմ ավանդը պահես, այն ժամանակ դու իմ տունը կդատես եւ իմ սրահները կպահես, եւ ես քեզ այդ կանգնողների մեջ լինելը կտամ։ Հիմա լսիր, ով քահանայապետ Հեսու, դու եւ քո առաջ նստող պաշտոնակիցներդ, քանի որ նրանք իբրև նշան տրված մարդիկ են, որովհետեւ ես ահա բերելու եմ իմ ծառային Շարավիղին, որովհետեւ ահա այն քարը, որ դրել եմ Հեսուի առաջ, մի քարի վրա 7 աչք կա, ահա ես փորագրում եմ նրա գրերը, ասում է Զորքերի Տերը, եւ մեկ օրում պիտի վերցնեմ այս երկրի անօրենությունը։ Այդ օրը, ասում է Զորքերի Տերը, յուրաքանչյուրդ կհրավիրեք ձեր ընկերոջ իր որդատունկի տակ եւ թզենու տակ։